Բարև ձեզ, մենք գտնվում ենք Երևանի զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում և այստեղից երկու բանի մասին տեղեկացնել։ Ինչպես գիտենք, վաղը չէ մյուս օրը գործող վարչախմբի պարագլուխը մեկնելու է Թուրքիա, Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցին կազմաքանդելու վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու Էրդողանին և նրանից նոր հանձնարարություններ ստանալու համար։ Ժողովուրդ ջան, այստեղ միայն եկեղեցու հարց չի։ Այս ամեն ինչը պետության, պետականության հարց է նաև։ Կքանդեն եկեղեցին, կքանդեն նաև պետականությանը, կքանդեն նաև մեզ։ Սասանվում է, ոտնակոխ է արվում մեր պետականության հիմքում գտնվող կարևորագույն սահմանադրական արժեքը՝ մտքի, խղճի, կրոնի, դավանանքի ազատության մասին սկզբունքը։ Մենք Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը եկեղեցու դեմ սկսած արշավի առաջին իսկ օրից պայքարում ենք այս օրակարգի դեմ, պետականաքանդ հակազգային այս օրակարգի դեմ մենք պայքարում ենք։ Ուզում եմ տեղեկացնել, որ ներկայում խորհրդակցություններ ենք իրականացնում հասարակական, քաղաքական միավորումների և մարդու իրավունքների ոլորտում հեղինակություն ունեցող անհատների հետ, մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտում ֆունկցիա ունեցող, գործառույթներ ունեցող միջազգային կառույցներին միասնական դիմում ներկայացնելու, դիմում, որը որ կներառի քաղաքացիական, քաղաքական, հնարավորինս լայն սպեկտր Հայաստանի 5 կրոնական կազմակերպություն։ Այդներից որևէ մեկին իրավունք չունի պետական պաշտոնյան միջամտելու նրանց ներքին կյանքին։ Դա ոչ միայն ներպետական օրենքներով է կարգավորված կրոնի և խղճի ազատության մասին, այլ նաև քրեական օրենսգրքով ու պատիժ է հասնում, և միջազգային և իհարկե միջազգային օրենքներով, թե մարդու իրավունքների հռչակագրով, թե մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, որով Հայաստանը ոչ միայն պարտավորություններ ունի, այլ նաև հռչակագրով, Հայաստանի Հանրապետության հռչակագրով է ամրագրված այդ սկզբունքներին հետևողական լինելը։ Այսինքն ևս մեկ անգամ նա խախտում է ոչ միայն սահմանադրությունը, այլև հռչակագիրը, էլ չասած միջազգային Հայաստանի պարտավորությունները, ստանձնած պարտավորությունները։ Ուրեմն 65 կրոնական կազմակերպությունները բոլորն էլ պետք է իրենց ձայնը բարձրացնեն և նրանց հետևորդները և ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր խղճի ազատության հետ կապված այդ կարևորագույն սկզբունքներից մեկին պաշտպանությանն են հակված, որպեսզի թույլ չտան, որ պետական պաշտոնյան իր քիթը խոթի կրոնական կազմակերպության ներքին կյանքին։ Այն էլ այս ձևով, ինչպես որ հիմա իրականացվում է, երբ որ ի պաշտպանություն եկեղեցու դիրքորոշում է արտահայտվում և անմիջապես հրահանգ է տրվում պետական մարմիններին, անվտանգային մարմիններին, իրավապահ մարմիններին հրահանգ է տրվում այդ մարդկանց հանդեպ քաղաքական հաշվեհարդար տեսնելու։ Մեր բոլորի զգոն լինելը, արթուն լինելը, ոտքի լինելը և պայքարելը շատ կարևոր է իսկապես պետականության կորուստ թույլ չտալու տեսանկյունից, որովհետև այսօր Փաշինյանը իրավապահ համակարգը իրենով է փոխարինել։ Հայաստանում այլևս իրավապահ համակարգ չի գործում և գործում է կազմակերպված հանցավոր խումբ։ Մենք իրավունք չունենք թույլ տալու դեպքերի նման ձևով զարգացումը։ Կապի մեջ կլինենք առայժմ։ Եվ եկեղեցին ԱԱԾ չի, որ վարչապետը երբ ուզենա այնտեղ տնօրեն փոխի։ Հաջողություն։ Իրարով։